Եվրոպան սկսած դեկտեմբերի սկզբից գտնվում է հյուսիսային բևեռից դեպի հարավ տեղափոխվող բավականին հզոր ցուրտ օդի ալիքի ուրեմն ազդեցության գոտում, իսկ Հայաստանի տարածքը եւ Ռուսաստանի եվրոպական մասը ընդհակառակը հարավից ներթափանցող տաքոթի ալիքի ազդեցության գոտում։ Այդ տաքոթի ալիքը կարծես թե բարփակում է այդ process-ներին Եվրոպայում դիտվող ակտիվ ցիկլոններին, որպեսզի ներթափանցեն մեր հանրապետության տարածք։ Դրա համար նրանք այնտեղ առաջանում են, այնտեղ իրենց բեռնաթափվում են, իրենց ուժմանում են եւ փաստորեն Կովկասի տարածքը չեն տեղաշարժվում։ Հայաստանի հանրապետության տարածքում ներկա ուրեմն փուլի գնահատմամբ ինչ-որ արտասովոր եղանակակլիմական պայմանների փոփոխություններ չեն գրանցվել, միայն մի փոքր նկատվում է օդի ջերմաստիճանի բարձրացում տարեկան կտրվածքով մոտ 0.3-ից 0.4 աստիճանով։ Իսկ 2100 թվականի ջերմաստիճանի բարձրացումը 2-ից 4 աստիճանով դրանք ուղղակի սցենարներ են, որոնք ներկայացված են բազմաթիվ գիտնականների կողմից, դրանք փաստացի թեզեր չեն, դրանք սցենարներ են։ Եվ ոչ բոլոր սցենարները չեն, որ արդարանում են։ Այսինքն դա ստույգ չէ, որ 2100 թվականին անպայման պետք է լինի 2-ից 4 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում, բայց ներկա պահին հանրապետությունում նկատվում է վերջին 30 տարիներին նկատվում է ջերմաստիճանի մի փոքր բարձրացման տենդենց, որը նկատվում է նաև աշխարհի շատ երկրներում, ոչ արտասովոր տաքությամբ, ոչ արտասովոր ծրտերով այս ձմեռը աչքի չի ընկնի, այն կլինի մոտ նորմայից մի փոքր տաք, 1-ից մինչև 3 աստիճանով։ Միակ բանը այն է, որ տեղումները կլինեն կանխատեսվում են նորմայից շատ, այսինքն եւ դեկտեմբերը, եւ հունվարը, եւ փետրվարը կլինեն տեղումնարատ։ Բազմամյա միջին քանակից տեղումների քանակը ավել կլինի։ Ուրեմն այս տարվա եղանակային պայմանները բավականին բարենպաստ էին գյուղատնտեսական առումով, հատկապես այն իմաստով, որ նախ գարնանային ամիսներին ճիշտ է կար մի փոքր տեղումների պակաս, սակայն ցրտահարությունների բացակայությունը եւ ոչ երկարատև անձրևների բացակայությունը բերեցին նրան, որ տեղի ունեցավ ծառերի բավականին լավ փոշոտում, որի արդյունքում մենք ունեցանք նորմալ բերք։ Իսկ ամռան ընթացքում եւ մյուս ամիսներին տեղումները եղել են եւ նորմայի սահմաններում մի փոքր բացասական շեղումով, որոնք առանձնապես բացասական ազդեցություն չեն թողնել մեր գյուղատնտեսության վրա, այնպես որ այս տարվա գյուղատնտեսական ֆենոլոգիան եւ զարգացումները, որ գնահատվում է դրական։